Այսօր վարչապետի տիկինը հայտնեց, որ բաժանվել են եւ լքում է առանձնատունը։ Ձեր կարծիքով սա իրականում բաժանում է, թե PR քայլ։ Կներեք նախ չեմ հավատում նման բանի, իրոք PR քայլ է դա, բայց ավելի շատ իր անձնական բացարձակ չի հետաքրքրում, ասենց ասեմ, որովհետեւ չեմ ընդունել սկզբից մինչև հիմա։ Իսկ ինչ որ նախընտրական քարոզարշավի քայլ կարող եք համարել։ Շատ հնարավոր է, դա հնարավոր է։ Ես այդքան մակարդակ չեմ, որ ամեն հիմարությանը հավատամ։ Իսկ ասում են, որ նաև նախընտրական քարոզարշավ։ Այո, շոույա դեբիլների համար կներեք իհարկե։ Չեմ կարող ասել, իրանց անձնական կյանքն է։ Նենց բաներ է կատարվում այս երկրում, որ մարդկային նորմալ առողջ ուղեղը չի կարում, որ չգիտեմ, դնի ամեն ինչը իր տեղը, վերլուծել չի կարողանում։ Շատ ամոթ է, իրոք ամոթ է։ Իհարկե PR քայլ է։ Միանշանակ։ Իսկ քաղաքագետերը ասում են, որ նախընտրական քարոզարշավի ինչ որ մաս է, իսկ դուք ինչ կարծիք ունեք։ Այս երկրից ոչ մեկ գլուխ չի հանել միջև հիմա։ Եվ դրան շարքում ես էլ կամ։ Ես հավատում եմ, որ բաժանվել են։ Որտեվ Աննա երեսից երևում է, որ սիրարված է ուրիշի վրա։ Հա, ճիշտ եմ ասում։ Բաժանվի, ինչ անենք։ Իսկ PR քայլ նկատում եք այս ամենը։ Չէ, այմար բոլոր մարդիկ էլ բաժանվում են, միանում են, հիմա թող էլ բաժանվի, ինչ է։ Չէ, դա հերթական շոուն է։ Ոչ բանն չեմ հավատում Ազիջան։ Կարող է հենց նենց են ասում, ինչ իմանաս բաժանվել են, թե չեն բաժանվել։ Թե ես ինչ իմանամ այ բալամ, գնացիք իրանց հարցրեք։ Հարցրեք բաժանվել եք թե չէ։ Նոր ԶԱԳՍ են գնացել, ոնց են բաժանվել։ Որ մեկը հավատամ, ԶԱԳՍ-ը թե բաժանությունը։ Երթով փախնում են։